Տավուշի թեմն ավետիս ունի Սևքար գյուղի ու հարակից գյուղերի երեխաների համար։ Վերանորոգվել, բարեկարգվել ու կահավորվել է Սևքարի գյուղամեջում գտնվող շենքերից մեկը, որտեղ կգործի ավետիս սոցիալ-կրթական ցերեկային կենտրոնը։ Հոկտեմբերի 5-ին ուսուցչի օրը կենտրոնը բացում է իր դռները նպաստելու համայնքի երեխաների կրթական, մշակութային և հոգևոր արժեքների ստացմանն ու ամրապնդմանը։ Մեզ համար մեծ ուրախության, խնդության օր է նաև, քանի որ հենց ուսուցչի տոնին Սևքար համայնքի սահմանամերձ այս գյուղում պիտի վերաբացվի ավետիս սոցիալ-կրթական ցերեկային կենտրոնը։ Այս դպրոցը լինելու է բացառապես անվճար եւ այստեղ ոչ միայն երեխաները կսովորեն նկարչություն, գորգագործություն կամ կարպետագործություն, կանոնի խմբակ, կարուձևի խմբակ, այլ նաև կսովորեն քրիստոնեություն։ Արդեն իսկ ընդգրկված են 80 եւ ավել երեխաներ, որոնք այսօրվանից ևեթ կմասնակցեն այս դասընթացներին։ Կենտրոնի բացումից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհում հանուն հայրենիքի զոհված սևքարցիների հիշատակին։ Սոցիալ-կրթական ցերեկային կենտրոնում գործում են աստվածաշնչի սերտողության, նկարչության, կարպետագործության, կարուձևի, կանոնի, մարզական խմբակներ։ Այժմ այստեղ կհավաքվեն Սևքարի, նաև Սարի գյուղի, Աճարկուտի, Կիրանցի և Սաղկավանի երեխաները, մասնակցելու տարբեր խմբակների ու դասընթացների։ Իմ կարծիքով հոգևորը և ստեղծագործականը կքայլեն կողք կողքի և երեխաները կմոտենան իրենց արմատներին, ձեռք կբերեն բավականին շնորհք ու տաղանդ։ Ավետիսը կլինի գյուղի համար շատ կարևոր, շատ հիմնական մի օջախ, որտեղ կարող է գյուղի բնակչությունը, գյուղի երեխաները սիրով մասնակցեն այս դասընթացներին և կարողանան իրենց ստեղծագործական միտքը ներդնել իրենց աշխատանքների մեջ։ Ավետիս կենտրոնի դռները բաց են ամբողջ համայնքի առջև։ Տավուշի թեմի նպատակն է, որ կենտրոնից դուրս գան արժեքներով առաջնորդվող, վստահ ու ստեղծագործ երեխաներ։